Բարև ձեզ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, բարև ձեզ, Բարև ձեզ, պարոն Քիրակոսյան։ Մենք այստեղ անընդհատ եւ շարունակաբար քննարկում ենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ռեգիոնալ զարգացումները, իսկ վերջին օրերին հատկապես այն բանից հետո, երբ այստեղ ժամանեցին, տարածաշրջան ժամանեցին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալը եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը։ Մենք այս այցերին առանձին անդրադարձել ենք հայտարարություններին, հիմա կարծես թե ժամանակն է ամփոփել եւ ընդհանրացնել։ Ինչ է մեզ ասում հյուսիսային կողմն աշխարհի, ինչ է մեզ ասում արևմտյան կողմն աշխարհի, ինչ տրամաբանությամբ են զարգանում ռեգիոնալ զարգացումները, համեցեք։ Նախ շատ շնորհակալ եմ ձեր եթերին հրավիրելու համար։ Դառնալով հարցին, ինչ են ասում։ Ըստ էության ասում են նույն բանը, բայց ինչպես ասում են, այստեղ կան որոշակի նրբերանգներ, որոնք կարող են տարբեր հետևանքների բերել, եթե այդ ասածները, որը թվում է թե նույնն են, բայց դառնան իրականություն։ Ինչ է ասում հյուսիսը։ Իհարկե հյուսիսն ունի առավելություն այն իմաստով, որ գետնի վրա զինված ուժ ունի տարածաշրջանում, ինչը չունի այս պահին արևմուտքը, բայց մյուս կողմից էլ արևմուտքի թե ներկայությունը, թե մասնակցությունը ամենևին էլ որպես պարտադիր պայման, չեն պահանջում զինված ուժի անմիջական ներկայություն տեղում։ Ես ուզում եմ սա շեշտել հատկապես Միացյալ Նահանգների պարագայում։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այնուամենայնիվ խանդով է վերաբերվում այն բանակցային գործընթացին, որը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդհանրապես, այն իմաստով, որ ինքը այդ գործընթացում մասնակցում է որպես ոչ միայն որպես միջնորդ, այլև որպես մասնակից եւ որպես երրորդ կողմ, երրորդ շահագրգռված կողմ այդ պայմանավորվածություններում, որոնք պետք է ձեռք բերվեն այդ ձևաչափում, որոնք են դրանք։ Հատկապես խոսքը վերաբերվում է իհարկե առաջինը, որ կոմունիկացիաները բացվեն եւ երկրորդը Ղարաբաղի հարցը չունենա վերջնական լուծում։ Իսկ արևմտյան կողմը ինչ է ասում։ Իսկ արևմտյան կողմը այդ կոմունիկացիաների բացման նստեյության կողմնակից լինելով այնուամենայնիվ դիտարկում է, որ հարցը կարող է լուծվել, երբ կլինի հարցի համապարփակ կարգավորում, ընդ որում հիմքում ունենալով այն ժողովրդավարական սկզբունքները, որոնք կողմերը ստանձնել են եւ որդեգրել են որպես միջազգային պարտավորություն, այլ հարց է թե դա ինչպես է կատարվում Հայաստանում եւ ինչպես Ադրբեջանում։ Պարոն Մեհրաբյան, հիմա ձեր ասած նրբերանգները մի փոքր ավելի բացենք, հա, առարկայացնենք։ Այսինքն մի կողմից մենք ունենք հավաքական արևմուտք, որ փորձում է կարգավորել այս հարցերը, որտեղ կա ԵԱԿ Մինսկի խումբ, որը պիտի քննարկի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որտեղ կա սահմանազատում, սահմանագծում, որը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի հիմքերով, երկկողմ հիմքով, շատ կարևոր է, եւ կա ճանապարհների ապաշրջափակում երկրների սուվերենության հաշվի առնելով։ Այո։ Եւ ունենք հյուսիսային կողմի օրակարգը, նույն օրակարգը, որտեղ կարգավիճակի հարցի մասին առայժմ չխոսենք, կա սահմանազատման սահմանազատման գործընթաց խորհրդային քարտեզներով եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակում, որ էլի պարզ չի։ Երևանում ասվում է մի բան, Երևանի ասածը չի կրկնվում Բաքվում։ Էլի նրբերանգների տարբերությամբ, հա, Երևանում ասվում է ինքնիշխանության հաշվի առնելով եւ քարտեզային փոփոխություններ չպետք է լինեն։ Բաքվում հայտարարվում է, որ ինքնիշխանություն, բայց պարզեցված ռեժիմ։ Այո։ Ըստ էության, տեսեք, պետք է պարզ հասկանանք, որ եթե խոսքը գնում է 40
եւ քիչ ավելի կիլոմետր երկարությամբ հաղորդակցության ուղու մասին, այդտեղ չի կարող լինել եւ չպետք է լինի ըստ էության, որպեսզի այդ ճանապարհը նորմալ աշխատի, հաջորդ պայմանավորվածությամբ պետք է այդ մաքսային եւ սահմանային ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածություններ տեղի ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նրբությունը իմ բայց դա չի կարող լինել միայն մեկ առանձին վերցրած այդ մեծ ճանապարհի մի սեգմենտի վրա, որովհետեւ պետք է հայելային կերպով նույն ռեժիմը օրինակ գործի Նախիջևանում, հա Երևանից մինչև Մեղրի ընկած ճանապարհը հատված։ Նախիջևանի մասին չեն խոսում, բայց այսօր Բաքվում դարձյալ իրենց բառապաշարով ասած միջանցքային տրամաբանության մասին խոսել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ղազախստանի կարծեմ արտգործնախարարները եւ կարծես չի հրաժարվում այդ միջանցքային տրամաբանությունը լեգիտիմացնելու փորձերից Ադրբեջանը։ Տեսեք, Ադրբեջանը այսպես առածքական տերմինաբանություն օգտագործելով, հա, այնուամենայնիվ փորձում է նաև Ռուսաստանին գայթակղելով փորձում է ինչ որտեղ այդ միջանցքային տրամաբանության դուռը բաց պահել, հա։ Ի վերջո միջանցք, ասենք Երևան Հայաստանում կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհին մենք էլ ենք ասում հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք, հա, բայց ով ինչպես է հասկանում, Հիտլերն էլ ասելով Դանցիգի միջանցք միանգամայն այլ բան էր հասկանում, հա, ինչն էլ եւ բերեց պատերազմին։ Այսինքն այստեղ կարիք կա ճշգրտելու տերմինները։ Մեկ, երկրորդը այն երեք փաստաթղթերը, որոնց հիման վրա էլ կազմավորվել է ներկայիս ստատուս քվոն քաղաքականապես, դրանք այն եռակողմ 3 հայտարարություններն են, որոնք ընդունել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները նոյեմբերի 9, հունվարի 11, նոյեմբերի 26։ Շատ ճիշտ եք։ Այդտեղ կա միայն մեկ միջանցքի մասին խոսք։ Դա դրա անունն է Լաչինի միջանցք, վերջ, եւ դրա տակ կա Ադրբեջանի ղեկավարի ստորագրությունը։ Այսինքն բոլոր փորձերը Մեղրիով կամ ընդհանրապես Սյունիքով անցնող ճանապարհին բերել եւ ձգել Լաչինի միջանցքի հարցի հետ դնել նույն հարթության վրա, դա իհարկե կրում է խիստ դեստրուկտիվ բնույթ, խիստ այսպես իրականությանը չհամապատասխանող է եւ դա իհարկե պահանջում է եւ պահանջելու է միջազգային որոշակի միջամտություն, բայց պետք է մենք ֆիքսենք, որ Բաքվի այս ախորժակը ըստ էության բացում է Ռուսաստանը իր այսպես երկակի հայտարարություններով Երևանում մի բան, Բաքվում ուրիշ բան, Երևանում մի բանի մասին է սուս մնում, Բաքվում այլ բանի մասին է սուս մնում, սենց լայն միջանցք տալով տարբեր մեկնաբանությունների կամ մեկնությունների, հա, եւ նաեւ հարցը արկախված է պահում, այսպես իր համար բարենպաստ անորոշության մի ռեժիմում, որտեղ հարցերի լուծումը պետք է տրվի ինչ որ պահի որոշմամբ եւ այնպես ինչպես Ռուսաստանն ինքը կորոշի, այսինքն իրեն որոշելու համար տեղ է նաեւ պահում։ Այսինքն Ռուսաստանի քաղաքականությունն էլ իրենց տրամաբանության մեջ է տեղավորվում։ Արդյունքում ունենք այն ինչ ունենք եւ այստեղ հարցը առաջանում իսկ մեր ուզածն ինչ է։ Մեր ուզածն այն է, ինչը ի պատասխան Լավրովի Բաքվի հայտարարությունների, որոնք իրավամբ խիստ մտահոգիչ են, դրա հետ կապված մեր կուսակցությունը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ եւ հիմնավորեց, թե ինչով է այդ ամենը մտահոգիչ եւ ինչի մասին է վկայում Լավրովի այդ հայտարարությունները։ Այնուամենայնիվ, այո, հարցը առաջանում իսկ մենք ինչ ենք ուզում։ Ռուսաստանը խոսում է խաղաղությունից,
Այո, այդտեղ մենք հարց չունենք, խոսում է կոմունիկացիաների բացում։ Այո, մենք այդտեղ էլ հարց չունենք։ Խաղաղությունից, բայց այսօր Ալիևը հայտարարել է, որ այստեղ կան բայցեր։ Բայց Ռուսաստանը խոսելով նոյեմբերի 9-ի եւ հետագայում ընդունված հայտարարությունների անշեղորեն կատարման այլընտրանք չլինելու մասին միևնույն ժամանակ բառ անգամ իսկ չի ասում, որ գերեվարված հայերի հարց պետք է լուծվի։ Մեկ։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն։ Ի վերջո նաև բանակցությունները, որ ընթանում են, բանակցող կողմերը պետք է նվազագույն վստահության, այսպես ինչ որ շեմ ապահովեն մեկը մյուսի համար, որպեսզի հիմք լինի, որովհետև այնինչ անում է Ադրբեջանն ըստ էության, այսպես փորձում է տանել բանակցային գործընթաց ատրճանակի ներքո։ Ես հենց դրան էի գալու, Ալիևը հայտարարում է, որ պայմանագրեր են ստորագրել ամենաժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար եւ այդ պայմանագրերը արդեն կատարվում են։ Սա ինչ է նշանակում։ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, չի հավատում խաղաղությանը, թե լեգիտիմացնում է ցանկացած պահի ռազմական ուժ կիրառելու հեռանկարը։ Շատ ճիշտ եւ շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Տեսեք, ես չէի ուզենա հարցին այսպես մենք սենց ուղագից մոտեցում դրսևորեինք, որովհետեւ դա մեզ հեռու կտաներ ճշմարտությունից ըստ ամենայնի։ Տեսեք, Ադրբեջանն ապրում է, ինչպես եւ բոլորս մենք, մի պայմաններով, երբ հին աշխարհակարգը այլևս չկա, նորը դեռ չկա։ Դա բերում է անորոշություններ, իհարկե բերում է։ Դա բերում է նորանոր ռիսկեր, իհարկե բերում է։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանն էլ, այսպես ասենք, տենց բարենպաստ հարևանություն չունի իրենց տրամաբանության մեջ, հա, Իրան, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջանն ընդունել է որոշում ուղղակի զինվել։ Այդպես ավելի ապահով է։ Մեկ, երկրորդը, Ադրբեջանն իր այդ որոշումն ընդունելուց չունի որևէ քաղաքական կաշկանդվածություն։ Թե այդ որոշումն ընդունելու, թե այդ որոշումն իրականություն դարձնելու։ Ավելին, Ադրբեջանը հայտարարում է, որ այդ բանակ է կառուցում հիմնվելով թուրքական ստանդարտների վրա։ Իսկ որոնք են թուրքական ստանդարտները։ Դա ՆԱՏՕ-ի ստանդարտներն են։ Այլ բան չկա, ուղղակի Ռուսաստանին չգռգռելու, չնեղացնելու, Ռուսաստանի հետ իր համար չափազանց կարևոր հարաբերություններում դռները բաց պահելու համար Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անուն չի տալիս։ Եվ գումարած դրան էլ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը սահման ունի Ռուսաստանի հետ, որում Ռուսաստանի ոչ ամենակայուն տարածաշրջանի միջոցով, որը Դաղստանն է։ Ադրբեջանն այսինքն եկել է հետևության ելնելով այն իրողություններից, որոնք աշխարհում ձևավորվել են եւ փոփոխվում են ուղղակի կալեյդոսկոպիկ այսպես տրամաբանության մեջ, խիստ քաոտիկ ուրեմն մթնոլորտում անորոշությունների պայմաններում եւ այո իր ապահովության համար զինվում է։ Սա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը գնում է հաջորդ պատերազմ։ Իհարկե սա նաեւ մեզ պետք է հուշի մի բան, որ Հայաստանը եթե համարժեք քայլեր, համարժեք համապատասխան մոտեցումներով իր համար հետևություն չանի եւ իր քայլերը չանի, դա ուղղակի այո կարող է գայթակղություն ստեղծել ապագայում Ադրբեջանի համար, որ իսկ ինչու չփորձել, եթե դիմացինս կոպիտ ասած խելք չի հավաքել, ոչինչ չի արել, հա, ճապուրի եւ մրջունի պատմությունը։ Հիմա այս ամեն ինչի ելնելով այս ամեն ինչից այո, Ադրբեջանն ինչ է անում։ Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, որ ժամանակակից բանակ ունենալու համար աշխարհում գոյություն ունի միայն մեկ ստանդարտ, դա ՆԱՏՕ-ի ստանդարտն է, մնացած
այն ամենը ինչ կոչում են ստանդարտ, դա ստանդարտ չէ։ Դա որովհետև առաջին իսկ փորձության պարագայում վերածվում է տոննաներով մետաղի ջարդոնի, ինչպես մենք տեսնում ենք Ուկրաինայի տակ։ Այս ամենի համատեքստում ինչ հարցերի պետք է անդրադառնա եւ ինչ հարցերի պատասխաններ պետք է հնչեցնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսում։ Պատասխանը փոքր դադարից հետո կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանի հետ։ Պարոն Մերաբյան, մենք անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին, հասանք այն հարցին, թե ինչ հարցերի պետք է անդրադառնա եւ պատասխանի Հայաստանը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում։ Տեսեք, իմ պատկերացմամբ, շուտ իմ համոզմամբ, որում սա նաեւ մեր կուսակցության դիրքորոշումն է, Հայաստանը պետք է համարժեք լինի այս մարտահրավերներին։ Սա ուղղակի նույնիսկ այստեղ քննարկելու բան չկա։ Ինչ է դա նշանակում։ Հայաստանը պետք է գործարկի ռազմավարություններ, որոնք մեզ որպես պետության թե դիմադրունակությունը, թե մրցունակությունը, թե մարտունակությունը կբարձրացնեն։ Այդ ռազմավարությունները եւ ենթառազմավարությունները բնականաբար ծնվում են պետական ինստիտուտներում եւ որոշումն ընդունվում է այո օրվա կառավարության կողմից։ Այն իրավիճակում, որ մենք հայտնվել ենք, այո դա ենթադրում է թե տնտեսական որոշումներ, դա ենթադրում է թե տեխնոլոգիական համագործակցության ուղղված որոշումներ, դա ենթադրում է թե բանակի ռեֆորմին վերաբերվող եւ ապագա բանակի մոդելի վերաբերյալ որոշումներ, դրանից բխող ռազմատեխնիկական համագործակցության աշխարհագրության տոտալ փոփոխություն, մեր արկա ռազմավարությունների խորքային վերանայումներ, որ մենք դառնանք համարժեք այդ մարտահրավերներին, որոնք դրված են մեր առաջ։ Ես ակնկալում եմ, որ այսօրվա վարչապետի շփման ընթացքում մամուլի հետ նախ մամուլը այդ ուղղությամբ հարցեր կտա եւ երկրորդը վարչապետը որոշակի համապարփակ պատասխաններ կտա այդ հարցի վերաբերյալ հանրությանը։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մեզ համար, մեր բոլորիս համար առանց այն էլ անորոշ այս միջազգային հարաբերությունների պայմաններում մեր անելիքի վերաբերյալ անորոշությունները ուղղակի վտանգավոր են։ Այո, մեր ընդունված որոշումները պետք է ունենան թե պլան A, պլան B, պլան C, պլան D, հա, եւ մենք պետք է որոշում ունենանք դեպքերի ընթացքի ցանկացած սցենարի պարագայում եւ սա այն աշխատանքն է, որոնք պետական ինստիտուտները պետք է 24/7 ռեժիմով հենց դրանով պետք է զբաղվեն, հա, այս ռազմավարական պլանավորման մասը։ Եվ դրա մասին այո հանրությունը, որը ինչպես գիտենք բաղկացած է հարկատուներից եւ այդ հարկերով են վճարվում այդ պետական ինստիտուտները եւ այդ վճարումների դիմաց մատուցում են համապատասխան ծառայություններ, իսկ դուք որպես մամուլ այդ ամենը հետևում եք եւ դուք ասում եք մամուլը այս ամեն ինչը, այո, այս կապը ես կարծում եմ այս շփումը լավ առիթ է, որպեսզի այս մեխանիզմն աշխատի։ Շատ լավ, դուք ասում եք, հույս ունեք, որ մամուլը այդ հարցերը կբարձրացնի, որ վարչապետը այդ հարցերին կանդրադառնա եւ պատասխաններ կհնչեցնի, իսկ ինչպես եք վերաբերում նրան, որ այդ մամուլի միջոցների մի որոշ հատված հրաժարվում է։ Մի մասի մոտ կարծում եմ կա ուղղակի թյուրիմացություն մի մասի մոտ։ Իսկ մյուս մասն էլ ուղղակի ուզում է այս չափազանց կարևոր շփումից սարքել մի կրկես, ինչպես մենք տեսնում ենք, թե խորհրդարանի միջանցքներում, հա, թե ընդհանրապես եթերում այդ խայտառակությունը ուղղակի բերեն նաև այս
միջոցառման մեջ եւ թատրոնը փորձեն իրենց ներկուսակցական շահերը սպասարկելու գործին դնել, նաև չմասնակցելու եւ հարցեր չհղելով եւ փաստորեն չստանալով այդ հնարավորությունը փորձում են դեմարշ անել, հա, ուղղակի վնաս հասցնելով Հայաստանի իմիջին, որովհետև ես կպատկերացնեմ հիմա ինչ կգրեն, ասենք ռուսական ռոպագանդայի եւ նաեւ ադրբեջանական ռոպագանդայի հատկապես շատ հայտնի համագործակցության այո, այն Մարգո Սիմոնյանի պարտնյոր ադրբեջանական մեդիայի մարմինները, հա, որ ահա խոսում եք ժողովրդավարության մասին, մեդիային սահմանափակում են ազատ խոսքը, եկեք տեսեք, իսկ մեդիան էլ բոյկոտում է Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը։ Ահա մենք այսպիսի վերնագրեր կտեսնենք, այսպիսի պատկեր կտեսնենք, մենք կտեսնենք պսևդովերլուծական աղբ ռուսական լրատվամիջոցներում, բայց մենք երևի թե գիտեք ինչ, պարոն Կիրակոսյան, երևի ժամանակն է, որ մենք իմունիտետ ձեռք բերենք այդ աղբի նկատմամբ, մեկ եւ երկրորդը մենք պետք է լավ հասկանանք, որ Հայաստանի տեսեք պատերազմի մասին մեր պատկերացումները ավանդաբար ձևավորվել են, որ պատերազմ է վարվում ծովում եւ ցամաքում, հա 100 տարի առաջ դրան գումարվեց օդը։ Բայց մենք չենք զգացել, ինչպես է դրան գումարվել նաև կիբեր տարածք։ Եթե մեր դեմ պատերազմ են վարում, այո, մեր պարտականությունն է, մեր կիբեր տարածքը թշնամական հարձակումներից զերծ պահել։ Այսինքն այդ աղբի դեմը պետք է փակվի։ Կորեք գնացեք ձեր աղբով ուրիշ տեղ, որտեղ ուզում եք։ Մեկ, երկրորդը կա օրենք, որտեղ ատելության խոսք, թշնամանք, պատերազմի ռոպագանդա եւ այլն, այդ ամեն ինչը մեր քրեական օրենսգրքով ընդդատի է։ Բայց հանուն դարավոր բարեկամության մենք չգիտեմ ինչ որ միջազգային պայմանագրերի թե ինչ բան։ Խզեք այդ պայմանագրը, մեզ տենց ախտոտված եթեր պետք չէ։ Ի վերջո, բացի դա էլ քիչ էր, որոշակի այսպես կոչված այդ 5-րդ Շարասյան շահերը սպասարկող այսպես կոչված լրատվամիջոցներ լծված են նույն աշխատանքի նույն ոճով։ Դա քաղաքական ակցիա է, ոչ հա լրատվական։ Իհարկե։ Այո, սա քաղաքական ակցիա է, այսպես կոչված լրատվամիջոցների միջոցով։ Մի մասով այնտեղ կան նաև իմ կողմից շատ հարգված լրատվամիջոցներ, որոնք կարծում եմ թե իմացության մեջ են ուղղակի։ Լավ, քաղաքական ակցիա է, բայց քաղաքական ընդդիմությունը այս փուլում կարծես թե ոչ թե կարծես թե չհասավ իր նպատակին եւ հավաքվեցին վրանները հրապարակից։ Սա միայն ներ հայաստանյան իրավիճակով էր պայմանավորված, ներսով էր պայմանավորված, նկատի ունեմ հանրային ոչ բավարար աջակցություն, թե նաեւ դրսով։ Նաեւ դրսով, բայց ոչ միայն դրսով, իհարկե հայ ժողովուրդը, ինչպես եւ նոյեմբերի 9-10-ի այդ ահավոր գիշերը, երբ բանդաները վխտում էին Հայաստանի մայրաքաղաքում եւ պետությունը անկման եզրին էր, այո, հայ ժողովուրդը այդ ժամանակ պաշտպանեց պետությունը, պաշտպանեց հետագա 8 ամիսների ընթացքում, երբ 44 օրյա պատերազմը ավարտելուն պես անմիջապես սկսվեց, ինչպես ժամանակը ցույց տվեց, 8-ամսյա հիբրիդային պատերազմը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որտեղ այդ հակառակ կողմում գտնվող ուժերը, խմբերը, խմբակները, այդ ազդեցության այդ բևեռ եւ բևեռիկները ջախջախիչ պարտություն կրեցին պարլամենտական ընտրություններում։ Հիմա նրանք փորձեցին նոր փուլ գեներացնել, դա հիբրիդային պատերազմ է։ Այս փուլում չհաջողվեց։ Եվ նրանք այս փուլում էլ եւս ոչ միայն չհաջողվեցին, այլև նրանք հիմա, այսպես ասենք, քաղաքական եւ բարոյական բանկրոտներ են
այս ամենի արդյունքում։ Մենք պետք է այս պահը ֆիքսենք, սրանք քաղաքական դիակներ են, այլևս Սա բերելու է Հայաստանի ներքաղաքական կոնֆիգուրացիայի, եթե կուզեք, լանդշաֆտի փոփոխության անհրաժեշտության։ Տեսեք, սրանք քաղաքական դիակներ են այլևս եւ սա անխուսափելիորեն բերում է վակուումի եւ կարծում եմ հիմա ժամանակն է, որպեսզի Հայաստանի շահերով առաջնորդվող Հայաստանի անկախությունը, սուվերենությունը, ազատությունները, ժողովրդավարությունը անվիճարկելի համարող քաղաքական ուժերը, այո, այդ վակուումում իրենց տեղը գրավեն եւ ապահովեն պետության հետագա ընթացքը։ Այն էլ այս խառը տուրբուլենտ աշխարհի պայմաններում։ Տեսեք, մենք սկսեցինք մեր ռեգիոնալ իրավիճակից, հասանք մինչև ներքաղաքական զարգացումներ, բայց այս ընթացքում նշում ենք, թե չենք նշում այդ մասին, մեծ հաշվով եւ մեր ռեգիոնում իրավիճակը, հանգուցալուծումները եւ ընդհանրապես նոր աշխարհակարգը մեծավ մասամբ պայմանավորված է Ուկրաինայով, Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծումով։ Ավելի եթե պարզ ասենք, ինչ կլինի, եթե Ռուսաստանը հաղթի, ինչ կլինի, եթե Արևմուտքը հաղթի։ Կամ նախ եւ առաջ բարձրաբանենք, ինչ չեն նշանակում հաղթանակ, ինչ հասկանալ հաղթանակ ասելով եւ ապա իմ հարցերը։ Ռուսաստանի կողմից հաղթանակ, որը ես իհարկե ուժերի նման հարաբերակցության պարագայում ես ուղղակի չեմ պատկերացնում, բայց Ռուսաստանն իր նպատակները հռչակել էր հենց այդ գիշերը, փետրվարի 24-ի, երբ հարձակումը սկսեց, հա, այդ ասելով դենացիֆիկացիա, չգիտեմ եւ այլ, դա ինչ էր նշանակում։ Նախ եւ առաջ Կիևում ռուսական զորքերի մասնակցությամբ Ուկրաինայի ղեկավարության հեռացումն իշխանությունից եւ դրածով ռեժիմի ուրեմն իշխանության կարգում Ուկրաինայում եւ Ուկրաինայի քաղաքական կուրսի փոփոխություն։ Եվ պարզեր դրանից հետո պետք է տեղի ունենային այդ դենացիֆիկացիա ասածը ճանապարհ էր բացում դեպի զանգվածային ռեպրեսիաների, այսինքն մոտավորապես այն, ինչ Խորհրդային Միությունն արեց Աֆղանստանում 78 թվականին, հա։ Սակայն դա չստացվեց։ Հիմա ինչ է տեղի ունենում, հիմա Դոնբասը եւ նաեւ Ղրիմից քիչ հյուսիս ընկած այն Խերսոնի մարզը, այնտեղ Զապորոժիայի մարզից այն ինչ կարողացել են վերցնել, այդ ամենի պահելն է եւ այդ ցամաքային միջանցքը Ղրիմի հետ բացի կամուրջից պահելն է, բայց մենք տեսնում ենք, որ դրան ուղղակի Ուկրաինայի ժողովուրդը համաձայն չէ։ Եվ այն Ռամշտայնի կոալիցիան, որը միավորում է ժողովրդավարական պետությունների, որոնց համախառն ներքին արտադրանքը իրար հետ կազմում է համաշխարհային տնտեսության 3/4-ը, Ռուսաստանին այդ շանսը չի տալիս։ Սակայն ենթադրենք Ռուսաստանը, եթե հասներ Ուկրաինայում իր նպատակին, ինչ կլիներ։ 100 տարի առաջ ինչ եղավ, երբ Ռուսաստանը գրավեց Ուկրաինա, բոլշևիկյան Ռուսաստանը։ Դրանից հետո շատ կարճ ամիսներ անց եկավ եւ գրավեց Հարավային Կովկասը, զրկելով Հարավային Կովկասի պետություններին անկախությունից։ Եվ սկսվեց սովետական Հայաստանի այդ դարաշրջանը։ Այդ բանը փորձեց անել Ֆինլանդիայի դեմ, բայց ստացավ մի այնպիսի չլսված եւ չտեսնված, այսպես հակահարված, հա, որ մինչև հիմա հիշում են։ Բալթյան երկրներում դրանից 20 տարի անց կարողացավ անել եւ մենք տեսանք Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի աննեքսիա Ռուսաստանի կողմից։ Հիմա, այսինքն եթե Ուկրաինայի այդ բարիերը հաղթահարվում է, մնացածը դառնում է տեխնիկայի եւ ժամանակի հարց։ Այսօր Ռուսաստանի ղեկավարությունը բաց տեքստով է ասում, որ նախկին խորհրդային միության տարածքը, իսկ դա նշանակում է նաև մենք, դա ռուսական հող է, բաց տեքստով։
Բայց այդ նախկին խորհրդային միության տարածքից Լիտվան փակում է Կալինինգրադի ճանապարհը։ Դա արդեն այլ հարց։ Տոկաևը հրաժարվում է շքանշանից։ Այո, դեև դա պայմանավորված է նաև ուկրաինական բանակի եւ ուկրաինական ժողովրդի դիմադրությամբ, որ նրանք խափանում են Ռուսաստանի պլանները, որ նաև հնարավորություն են տալիս, այո, նման որպեսզի փոքր երկրները կամ նախկին դաշնակից երկրները նման դիրքորոշում արտահայտեն, որովհետև այն ինչ տեղի ունենում, որևէ բանական շրջանակներում չի տեղավորվում եւ չի կարող տեղավորվել, որովհետև սա հանցագործություն է, որի համար Ռուսաստանը եւ Ռուսաստանի ժողովուրդն է պատասխան տալը, որովհետև կոլեկտիվ պատասխանատվության այսպես ինստիտուտից խուսափել ուղղակի չի ստացվում, այնպես ինչպես գերմանացի ժողովուրդը չխուսափեց 45 թվականին։ Ցավոք սրտի Ռուսաստանի ղեկավարությունը Ռուսաստանին տարավ հենց այդ ճանապարհով եւ այդ ողջ հետևանքները կրելու են թե ղեկավարները, թե ժողովուրդը, թե պետությունը։ Մենք պետք է բարձ հասկանանք, որ այս կոնվեյերը, որը այլևս գործարկվել է, կանգնելու է միայն այն ժամանակ, լավագույն դեպքում, երբ Ուկրաինան կվերականգնի իր ինքնիշխանությունը միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Դրանից հետո արդեն ինչ կլինի, դա արդեն ոնց որ ասում են կապրենք կտեսնենք, բայց այդ կոնվեյերը դրանից շուտ չի կանգնելու։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, շնորհակալ եմ զրույցի համար։ Սա ազատ զրույցներ Free News եթերում, ես զրուցում էի հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, կհանդիպենք։